Պարոն Հովհաննիսյան, գործընկերոջս հարցին պարգևավճարների վերաբերյալ ասացիք, որ դա թեմա չէր դառնա, շահարկման առարկա չէր դառնա, եթե նախկինի պես, օրինակ կանխիկով որևէ մեկը այսպես փող բաժաներ, բառացիորեն ձեզ ցիտում, գիտեք դեպքեր, որ նախկինում օրինակ եղել են ու սա եթե այդպես ըստ էության կաշառք է, ոչ թե պարգևավճար, եթե նախկինում ինչ որ մեկը այսպես կանխիկ փող է բաժանել, պետական պաշտոնյաներին։ Եթե այդպես է, ուրեմն ստացվում է, որ դուք պարգևավճար դարձնելով օրինականացրել եք այդ կաշառքը, եթե վերցնենք այսպես, Շնորհակալ։ Ես ճիշտն ասած չգիտեմ, թե մարդիկ ինչի համար են փող ստացել, կաշառք դա անվանել ես չեմ կարող, դա քրեական վարույթ եթե լինի, այդ ժամանակ կարող ասվի դա կաշառք էր թե ոչ, բայց ես լսել եմ նրա մասին, որ նախկինում շատ պաշտոնյաներ ստացել են որպես աշխատավարձի հավելում, որովհետև այն աշխատավարձը, որը ստանում են պետական բյուջեից, բնականաբար այնտեղ բացի 0%-ից մարդիկ խոսում են նրա մասին, որ կարող են 0 դրամով աշխատել կամ 1 դրամով աշխատել, պարզա, որ այդ մարդիկ այդ աշխատավարձով չէին ապրում կամ այդ իրանց միակ եկամուտը չէր, դրա մասին վկայում է նաև այն, որ բազմաթիվ օրինակ ապօրինի գույքի հետ կապված բազմաթիվ քրեական վարույթներով մարդիկ պարզվում է, այսինքն երկար ժամանակ կամ ամբողջ կյանք աշխատել են պետական համակարգում, բայց բազմաթիվ մեծ գույքեր ունեն։ Եվ այդ գույքերի ծագումը չեն կարող ցույց տալ, կամ գուցե կարող են ցույց տալ, բայց դժվար թե այն աշխատավարձը, որ իրանք ստանում էին որպես պետական պաշտոնյա, բավարար էր բազմամիլիոն դոլարանոց գույք ունենալու համար։ Ես սրա մասին եմ խոսում, այսինքն ըստ երևույթին, եւ այս քրեական գործերը նաեւ դրա մասին են, որ մարդիկ այլ տեղերից ստանում էին այլ եկամուտ։ Իսկ այլ եկամուտ կարող ստանան այլ տեղ բիզնեսով զբաղվելուց, կամ ինչ որ մեկին հովանավորելուց, կամ ինչ որ այլ բան անելուց։ Հիմա ես ուրախությամբ եմ ասում, որ մեր կառավարման համակարգում այդպիսի դեպքեր չկան, կամ գուցե, չգիտեմ, կարող մի դեպք լինի, կամ ինչ-որ մի բանի մասին այսինքն մամուլում կարդանք, որի ապացույցները ես չգիտեմ ինքս, բայց ես ուրախ եմ, որ մեր պետական պաշտոնյաները այն ինչ որ ունեն եւ ինչ որ ստանում են, դա էլ հայտարարագրում են։ Եվ ես կարծում եմ, որ ոչ թե մենք կաշառքն ենք օրինականացնում, սա պետության բյուջեից հանրության կողմից տրված աշխատավարձ է, ոչ թե ինչ որ մեկ անձի կողմից տրված աշխատավարձ է։ Որովհետև այդ մեկ անձը, որ վճարում է այդ աշխատավարձը, ինքն էլ թելադրում է, թե դու ում ես ծառայում։ Նա ով վճարում է, նա էլ ասում է ում ես ծառայում։ Ես երջանիկ եմ, որ ինձ ոչ մեկ աշխատավարձ չի տալի, բացի հանրությունից։ Եվ ես հանգիստ խղճով նաև այդ հարցին պատասխանելով, թե եթե ես 81,000 դրամ աշխատավարձ ստանայի, ես ինչ որոշում կկայացնեի, ես դրա համար է, որ երբ որ մենք այս որոշումները կայացնում ենք, հաշվի ենք առնում մեր հանրության տարբեր խմբերի շահերը եւ որևէ կաշկանդվածություն չունենք որևէ որոշում կայացնելու համար։ Սա է ինձ ուրախացնում։ Շնորհակալություն, պարոն նախարար, հարց ունենք։ Correct. Սոցիալական կրեդիտների մասը պարոն Մենք գիտենք, որ հայտարարագրման շրջանակներում 100,000 դրամ հնարավորություն ունենք իդ ստանալ, դա եւ կրթական եւ առողջապահական ծրագրերն էին։ Հիմա համընդհանուր առողջապահության ներդրումից հետո, երբ որ ամեն ամիս 6,000 այդ գումարից գնում, այսինքն տարեկան 72,000, ստացվում է, որ կրթական ծախսերին մնում է 28,000, որ կարող են իդ ստանալ հայտարարագիրներ լրացնողները։ Շնորհակալություն։ Տեսեք, այնտեղ տարբեր աշխատավարձային խմբերում գտնվող մարդիկ տարբեր չափով են ծախսում, այսինքն կա 6,000, կա ավելի քիչ։
Սա մի հարց է, որին պետք է մենք նաև պատասխանենք բյուջեի կարողությունների հետ կապված։ Ընդհանուր առմամբ հիմա չեմ կարող ձեր հարցին մեր ապագա անելիքների հետ կապված պատասխանեմ, բայց այն, որ 100,000-ը մնացել է 100,000, դա այդպես է։ Այսինքն այստեղ այո, այս տարի դեռ պահպանվում է, բնականաբար սա մի հարց է, որը քննարկման առարկա է դառնալու, եւ մենք պետք է տարբեր իդեաներ կան, ասեմ ձեզ, տարբեր նոր կոմպոնենտներ ավելացնելու, նույնիսկ նոր շեմեր ավելացնելու, այդ 100,000-ի շրջանակը որոշ դեպքերում ընդլայնելու, բայց սրանք գաղափարներ են, որոնք մենք դեռ քննարկում ենք եւ այս պահին դեռ վերջնական որոշումներ չունենք, երբ որ ունենանք բնականաբար, այսինքն բոլորը լավ նորություններ են լինելու, լավ նորությունները կհայտնենք։ Շնորհակալություն պարոն նախարար եւ վերջին հարցի համար Սիվիլնետ։ Սիվիլնետ Արշավի պարոն նախարար, սրանից մոտավորապես 5 տարի առաջ ոսկու գները մոտավորապես 2000 կամ $2000 ցածր են։ Հիմա արդեն հերթական ռեկորդներ են սահմանում 4006, 4007, 4800 են հասնում։ Ըստ այդմ հարկային եկամուտները հաշվարկելիս, օրինակ ամուսարի վերագործարկումը այդ առումով ինչպիսի փոփոխություններ է տալու հարկային մուտքերի տեսանկյունից, կարծես սկսել են աշխատանքները արդեն այնտեղ, կան արդեն հաշվարկներ, այդ հաշվարկները փոխվում են, չեն փոխվում, որովհետև չգիտեմ սրանց 2 տարի առաջ որ սկսել էր այդ վերագործարկման հետ կապված աշխատանքները, մեկ թիվ էր նշում հարկային հնարավոր, ֆիսկալ հնարավոր, այսպես արդյունքների տեսանկյունից, հիմա ինչ արդյունք դա կարող է լինել։ Դե մենք երբ որ բյուջեն քննարկում էինք, կարծեմ ձեզ մոտ էլ այս հարցը առիթ ունեցել ենք խոսելու, այն ժամանակ կար ոսկու ինչ-որ մի գին, և դա 4000-ի շրջանակում էր։ Եվ ըստ էության մենք նաև կանխատեսումներ էինք արել բյուջետային փաստաթղթով, դա մենակ ոսկուն չի վերաբերվում իդեպ, պղնձին էլ է վերաբերվում, որովհետև պղնձի գինը 10,000 էր այն ժամանակ, երբ որ բյուջեն ընդունում էինք եւ մեր կանխատեսումով պղնձի գինը մի փոքր կավելանար, բայց մեր կանխատեսումները այնպեսին չէին, որ պղնձի գինը կարող է դառնա 12700, որը այսօր է, կամ 13000, այսինքն այսպիսի կանխատեսում չունենք, սա էլ է իր բավականին դրական ազդեցություն ունենալու համ հնայի, համ մեր հարկային եկամուտների վրա, բնականաբար ոսկու գնի փոփոխությունը, դրական փոփոխությունը իր դրական ազդեցությունը ունենալու է ի համեմատություն նրա, ինչ որ պլանավորել ենք բյուջեում, որտեղ ես չեմ ուզում համեմատել նրա հետ այն ինչ որ ասվել է տարիներ առաջ, երբ որ ամուսարը պետք է գործարկվեր, այլ բյուջեում մենք ունենք որոշակի կոնկրետ թիվ նշած եւ ազդեցության չափ նշած հնայի վրա, եթե արդյունահանման ծավալները, որոնք մենք ենթադրություն արել ենք, որ կլինեն, իսկ դա կազմում է 4 տոննա, եթե ես չեմ սխալվում, 2026 թվականի համար, ապա այդ ճշգրտումները բնականաբար տեղի կունենան եւ դա իր ազդեցությունը կունենա, բայց ես այսօր չեմ կարող ասել արդյոք այդ ոսկու գինը, որը այդքան է վաղը ինչպիսին կլինի, ինչպիսի տատանողականություն կունենա, որտեղ ինչպես տեսակ վերջի 1-2 ամսվա ընթացքում ինքը բարձրացավ, նորից բավականին իջավ, հետո նորից բարձրանում է, այսինքն սա մեծապես կապված է աշխարհում տեղի ունեցող տարբեր գործընթացների հետ, բայց իմ ընդհանուր տպավորությունն է այնպիսին է, որ քանի որ աշխարհում կենտրոնական բանկերն են հիմնական գնորդները ոսկու, այսինքն սա սպառողական պահանջարկի մղվող այսպիսի աճ չի, ապա եթե այլ բան չփոխվի այս վարկագծի մեջ, ոսկու գները դժվար թե կտրուկ իջնեն։